Վանացանեն հարկելի ունգընտիրներ եւ ակընտիրներ կշարունակենք մեր հաղորդումը։ Այսօր հասմիկը մեծիկը միանա Հայաստանեն։ Բարև, Բարև ուրի, ինչպե՞ս ես։ ես լավ եմ, դու ինչպես ես։ Լավ եմ, լավ, բարք Աստծո։ Ուրախ եմ, որ կոնե այս արիթը ունեցանք։ Ստուդիո չէ, բայց վնաս չէ։ Արցանց Այո, Գոնե մեր նյութը կքննարկենք, որովհետև կհավատամ, որ այսօրվան նյութը շատ կարևոր է, շատ աժմեական է։ Մանավանդ այս ամիս անցնող ուրբաթ օրներ, չէ, ամսուն 10-ն, հոկտեմբեր 10-ը ընդհանրապես mental health day, այսինքն մտային առողջության օր։ Հիմա մտային այո, առողջությունը շատ մեծ վերնագիր է, որուն դակ շատ փոքր այսպես նյութեր կան, վերնակիրներ կան դրնանք քննարկել այդ բոլորի մասին, եւ մենք ընդհանուր պիտի խոսենք, որ մեր ժամանակը ավելին չներեր, բայց գավադան որ այս օրերուն շատ կխոսվի հadoop բաժար գա որ mental health day ճշտված է նախ ահնոր ադոր անդրադառնանք որ ինչ կնշանակի mental health day եւ այդ կանցնիկ նաեւ բացատրենք մեր ունգընտիրներուն եւ հագընտիրներուն անգամ եւս որ ինչ կնշանակի մտային առողջություն առողջություն կնշանակե հուրի, շատ բարձորեն, մենք առողջ չենք կրնար լալ միան մարմինով, չենք կրնար առողջ լալ միան մտածելով, որ մարմինս առողջ է, բժիշկի կացի, արյանքնություն եղա, աչքս ստուկեցի, սիրտս ստուկեցի, այո, ասոնք շատ կարևոր են, միևնույն ժամանակ շատ կարևոր է մեր միտքը լա առողջ, որովհետև միտք եւ մարմին իրարու հետ հաջող գաբի մեջ են։ Այսինքն անկարելի է որ ես միան մտքով առողջ չլամ, մարմինով առողջ չլամ, անկարելի է որ ես մարմինով առողջ չլամ, մտքով առողջ չլամ։ Ինչու հիմա շատ կխոսվի ասնյութին մասին եւ նույնիսկ համաշխարհայինորեն World Health Organization-ը հadoop օր նշած է, որբեսի ինչպես մնացած դոներուն պես կարևորություն տանք, արժեք տանք մտքի առողջության հորի։ Մենք գիտենք, որ ժամանակին, գիտես, ամոթ էր մեկ մտքի առողջության մասին խոսեր, մինչև որ 19-րդ դարու հոգեբանական ասենք թե այդ գիտությունը մեջտեղ եկավ, քիչ մը սկսան մարդիկ խոսել, բայց դակավին social այնադեն media-ն այո օգնեց այո, բարեբախտաբար այո, եւ բայց այնադեն դակավին շատ ամոթ բաներ այո գարձես, եթե ես տաբու հոգեբանի պիտի երթամ, այսինքն ես ո դգար մարդ եմ, ես խելացի չեմ, ես կարողությունը չունիմ, աս բոլոր համոզումները կային եւ ադոր համար մարդիկ կամ մճնային նույնիսկ սկսելու, որ ես հոգեբուժի պիտի երթամ, կամ ես ասեն թե գարիք ունիմ հոգեբուժի երթալու։ Յետքն է որ ինչպես որ արդեն նշեցիր, երբ որ social media-ն, երբ որ ասկայն տեսակի աշխատանքները կդարվի, որ մեր առօրյային մեջ պետք է լա մտքի առողջության մասին խոսելը։ Այսինքն ինձ համար կարևորագույնն է, որովհետև եթե իմ միտքս առողջ չէ, բնականաբար իմ մարմինս առողջ չէ։ Մտքի առողջությունը ունի, երբ որ մտքի առողջություն չունի, արդեն նախանշանները պետք է գիտնանք մենք սկզբունքով։ Օրինակի համար, ինչ գիտեմ, երբ որ դու արյան կերջնշում ունիս, գսկած չէ, սրտի դրոփում ունենաս կամ ինչ գիտեմ, եթե սրտի հիվանդություն ունիս, երբեմն ուսդ կծավի, ցերկդ կծավի, ախտանշաններ կուտա։ Մտային առողջությունը եւս ես կավադամ որ իր ախտանշաններ ունի եւ մենք հաջող այսպես մեկ կողմ գտնենք, զանց կառնենք կամ գանդեսենք, չենք ուզեր նկատել։ Իսկ այս գեդերու բաժնենք, որ ինչպիսի նշաններ, ինչ նշաններ կան, մենք պետք է զգուշանանք եւ հասկանանք, որ ադիգա մեր մտային առողջության վրա հիմնված է։ Ուրի շատ են, այսինքն նախ սկսենք մտածելու, որ որքան գսկանք, որ հոգնած ենք օրինակ։ Երբեմն հաճախ գլսենք մեր շրջապատեն, չէ՞, բան մճերի այսօր շատ հոգնած գսկամ ես ինձի, որովհետև լավ քնացած չենք, որովհետև մտահոգություններ ունենք, որովհետև չենք գիտեր մեր առօրյա մտահոգություններուն հետ ինչպես պիտի հարաբերենք, որովհետև մտքով առողջ չենք։ Կամ արդիկ հաճախ ես եւ դուն միշտ կխոսենք աս բարի մասին, depressed եմ, ինք իրականության մեջ depression-ը հիվանդություն է, բայց մենք վարժված ենք ասելու, որ այսօր depressed եմ եւ բարը կօգտագործենք գրնալ մեզի ձլություն դա, այսինքն երբ որ ես առողջ չեմ միտքով, գիտես գսենք սիրտ չունիմ այսօր բան անելու, դրամատրություն չունիմ բան անելու։ Սա բոլորը նշաններ են, որ ես խանգարում ունիմ հոգեգան վիճակս կամ մտային վիճակս խանգարված է եւ ես իմ մնացած օրերուն պես կարողություն չունիմ գիտակցելու, կարողություն չունիմ արդյունաբեր աշխատանք դանելու, կարողություն չունիմ մարդու շփմանալու, կենտրոնանալու, ասոնք բոլորը նշաններ են, որ հետևանքն է,
Որովհետև ես իմ մտային առողջությանս կարևորություն տված չեմ։ Նույնիսկ հարաբերություններու մեջ, որքան երբեմն գվիճապանինք, չենք գիտեր իրարու հետ հանդարտ խոսիլ, որովհետև իրականության մեջ իմ միտքս առողջ չէ։ Շատ կբադայի, որ քանի հարաբերությունները նշեցիր, արդեն գետերեն մեկը այն էր գուզեի անդրադառնալ, որ հոն երբեմն կհստականա, որ մարդիկ իսկապես մտային առողջության խնդիրներ ունին, որովհետև շատ արագ գրիվի կվերածվի խնդիրը, մտիկ ընել չեն գիտեր, միևնույն ժամանակ նաև իրենց կվնասեն, թե դիմացինը, թե իրենք, որովհետև եթե այդ անց ինքը վարժված չէ եւ հանգարց այդպես կարտայդվի, երբեմն կզարմանա, եթե չգիտնար, օրինակ, ասիկա մտային առողջության հետ կապված է, որքան կարևոր է նաև այդ գիտակցությունը ունենաս, որ ես այսօր դիմացինը ցավցուցի, վիրավորեցի, բայց ես ադանք չեմ։ Կնշանակի, որ ես հանգիստ չեմ, որ դիմացինս ցավցուցի, չէ՞։ Այո, ուրի կարևոր բանը սիր, բայց հոստեղը, որ որքան մենք գիտակցությունը ունենք նախ սկսելու համար, արժեք տալու, որ մտքի առողջությունը հիմնական գետ մնե, որ մենք մեր առօրյային մեջ պետք է մտնե եւ ոչ թե միան հոկտեմբեր ամիսը, հոկտեմբեր 10-ին, հա, պետք է հիշենք, որ ասենք թե mental health-ի ամիս է։ Ոչ, ասի առօրյա աշխատանք է, որ մենք ինչպես մեր սնունդին կարևորություն կտանք, ինչպես ով որ մարզանքի գերտա կարևորություն կտա իր մարմնի մգաններուն, նույնքան արժեք ունի մեր մտքի մգանը, մեր միտքը, որ ադոր կարևորություն տանք, այսինքն առօրյա աշխատանք է իքը։ Իսկ մտային առողջության մեջ արդյոք տրոմաները դեղ կգրավեն, այսինքն որոշ բաներ, որ մարդիկ անցուցած կլան իրենց մանկության, իրենց պատանեկության, երիտասարդության, դեղը եթե ադոնք բոլորը չէ հայտնաբերած կամ ինք չէ գրծած հաշտվի, որ ներքին պատերազմներու մասին շատ խոսած ենք։ Այսինքն եթե չես գրծած հոն հասնել այդ խաղաղ վիճակին, ամբողջությամբ մտքի առողջությանը վրա պիտի աստե եւ դու համը պիտի չգարենաս սնել։ Այո, ադոր համարգուրի, երբ որ այդ տրոմաներեն անցած ենք հոս կուզեմ հատկապես մեր ծնողներուն, ես ածնող կեմ, բոլոր ծնողներուն անդրադառնանք, որ երբ որ այդ երեխան կամ այդ զավակը դբրոցը միջավայրի մեջ ուր որ է կամ պատերազմի քաղաք ապրած է, ինչ որ է պատճառը, այդ տրոմային անցած է հոն չգենանք Տրոմայի անցածը պետք է մասնակետի դանինք զինք, որովհետեւ գարենա դուրս գալ, չէ, այդ տրոմային, թե ոչ, ինչպես որ ասիր, ադիգա իր մեջը պիտի մնա, պիտի մեծնա, իր ամբողջ որոշումներուն վրա, իր հարաբերություններուն վրա շղթական ասացություն պիտի ունենա, չէ։ Այսինքն ինչպես երեխան եթե չերմություն ունի, շատ արագ բժիշկին հետ կխոսենք, դակությունը 39-40 է, պանադոլ կուտանք, չեմ գիտեր ամեն օր գետակրկրվինք, եթե լավ է, բայց մտքի առողջությունը շատ վտանգավոր է, եթե մենք հապա, այսինքն պետք է կարևորություն տանք։ Մեր առօրյայի մեջ պետք է մտնեմ։ Մտային առողջության հետ կապված դեղը թեև ոչ թե բեք չէ անդրադառնան կամ չեմ սիրեր անդրադառնան, դեղին է նաև դեղը խոսիլ անցասպանության մասին, որովհետև կգարձեմ որ mental health day ճշտվիլը ինքնին նպատակներն մեկը նաև անցասպանության թեմ պայքարի, այսինքն կարելի եղած շապով արտնություն, այսինքն դարաձել որբեսի մարդիկ հասկանան, որ եթե դու մտքի առողջությանը հոգ չդանիս, չփարելավես մտքի առողջությունը, կհասնես հոն ուր որ, այլևս դեղը գսես որ ցավին եւ դարաբանկին չեմ թիմանար եւ գուզեմ երթալաս աշխարհին եւ դու կուցերկովդ գնես ադիգա։ Այսինքն կանով այսօր շեշտված է ասիգա, որքանով այսօր մեր միջավայրի մեջ գտեսնենք, կլսենք, առաջ ասալ տաբու էր, առաջ չենք խոսեր, ամոթ է, բեք չէ անդրադառնանք, բայց կգարձեմ լավագույն արիտն է այսօր անդրադառնալու երևույթիմը, որ եւ դարիքի իմաստով եթե պիտի նայես ընդհանրապես պատանեկան ու երիտասարդության դարիքին գլա, չէ։ Այո, ուսումնասիրություններ ադի ցույց կտան։ Ուրի դες հիմա քանի որ հիշեցիր suicide-ի մասին, անձնասպանության մասին, մենք նորեն միշտ գիտես միշտ կուզենք մարդոց վնաս հասցնել, ասելու որ կարծես թե դգար անցմն է, at որ գմտածե որ անձնասպանության մասին, բնավ նկատի չեն գարներ Սկուշը լանք մեր խոսքերուն, անդրադառնանք որ անցը ասել է թե որ պետք եղած at կարողությունը չունի հիմա մտածելու որ Ինչ պետք է լինի, որ ամեն ինչին լուծումը կա, որ մահը լուծումը չէ։ Ճիշտ, այսինքն ինքը ածև սենյակը նստած է եւ ոչ մեկ Գերեւի նորեն խանգարում։ Հիմա կլսեմ, գրնաս շարունակի։
Այո, գսեի որ մենք երբ որ այսպես գուքանք եւ շատ թյուրին գսենք որ դգարեր չգիտավ կյանքի մեջ ինչպես պիտի բայկարի ով է սա որ at մարդը եթե ունենար արդեն at կարողությունը արդեն հոն չեր ասներ Շփախտապար, ասի մտային առողջություն, անշուշտ մտային առողջություն ամենակարևոր բանն է, որ իրեն նգրնա հոս հասցներ եւ ասոն գուդակված կլան։ Մեկ օրեն մյուսը չէ որ մեկը կմտածի անցած բանը լալու մասին, կամ կհասնի հոն ուր որ ինք այլևս ցավին չի թիմանար։ Ադոր համար է որ հաջող ծնողներուն կհանցնարարվի իրենց ավատներուն երբ որ բուլինգի գենթարգվին, որովհետեւ շատ դուրսը գրնալը շատ ավելի կա այս երևույթը, քան մեր կողը, բայց ադիչը նշանակը մեր կով չի բադահիր։ Ասելիքս որ օրինակ կառնենք կրնալ բուլինգը կրնանք օրինակ առնել, բայց ադորբե շատ բաներ կան, որոնք կրնան անցմը, եթե չբարբվի չհանե, այդ բոլորը կհասցնե հոն ուր որ այլևս ցավին չի թիմանա։ Այո, եւ ադոր համար է որ հուրի մենք հաճախ կգետրոնանանք արդյունքին վրա։ Գմորնանք որ մենք ինչու հոն հասած ենք։ Ինչ բադահած է որ իմ զավակս, իմ չեմ գիտեր, ով որ է at անցը, ասև բադին արչև գտնվի, ինչու ասև սենյակին մեջ ունե, որովհետև չենք տեսներ հետևանքները at ջամփան, որ ինքը մինագը գկալեր գոր, մենք շատ այսպես ես կսեմ մենք վարպետ ենք ցուցմունքներ դալու եւ ասելու որ այսպես մի է, այսպես է Լավ, բայց at անցը դգար է արդեն, ոչ թե դգար է, ինքը դգար է, իր միտքը հոգնած է, at կարողությունը չունի at բոլոր մեր մտածածները ինքը մտածելու։ Եվ ուրիշ կարևոր բան հուսամ մեր բոլոր ընկերները եւ ակնթիրները անդրադառնան հիմա։ Մարդ մենք կդարբերենք իրար մե։ Գա մարդ գրնա հանդուրժել իր գիտես անգլերեն բառը կա գսենք որ my plate is full բնակս լեցուն է Բայց մեզ մի յուրաքանչյուրին բնակին չափը կդարբերի իրար մե։ Ես կրնալալ իմ բնակս մեծ է եւ կրնամ ասենք թե հանդուրժել, գա մարդիկ չեն կրնար ատկային հանդուրժել։ Զանազան բաժարներով։ Ադոր համար չթադենք իրարու որ ասիգա դգարություն է, կյանքը չես գիտեր բայկարիլ, տուն կյանքիդ մեջ վարժված չես դժվարություններու հանդիպելու։ Խոսիլը շատ թյուրին է, բայց եք որ անցը վիրավորված է, անցը նեղության մեջ է, անցը ոչ մեկ դետրոնացումի այլևս դրամապանություն ունի, համը չի գրնար հասկանալ մեզի։ Ադոր համար է, որ մասնակետն է, որ գրնա at անցին օգնել, որբեսի իր վիճակեն դուրս հանե իրեն, եւ աշուշ at մասնակետը ազբարակային հոգեբուժն է, հոգեբանն է, ինքն է, որ գրնա at անցին օգնել, հաջիս հանգարց քոչիկով չերթանք, եկ որ մենք Անձնասպանության մասին կմտածենք, որովհետև ադիգա իր մասնակցությունը չէ երբեք մասնակցությունն է հոգեբանին, հոգեբուժին, անոնք են որ գրնան օգնել ազդեսագի բարակայի անձերուն։ Պետք է առողջության մասին խոսենք այս օրերուն հաճախ դուրսի երգիրներու մեջ կտեսնես անցյալները գարտացի լուրմը գսե որ ուրեմն mental health day ռացեն ընկերության մեջ օրինակը վստահ տունալ գահանտիբիս մարդիկ որոնք արդու արտնցան կորձի երթալու շատ հաճախ մեզի համար ադիգա զուլություն բարը կգործածվի բայց կբադահի չէ քեզիա դա բադած իմ հետ սավալս բոլորիդ արդու գարտնանք այնքան լեցված կամ այնքան ձաներ գսկաս այսօր պիտի չաշխատիմ այսօր ոչինչ պիտի անեմ այսօր at lazy day բարը որ գոյ ես կչղարանամ մեկ ինձ lazy day է lazy ես պետք ունիմ ադոր երբեմն գսենք որ գուզեմ փանչարեղենի պես նստիլ հերադեսիլին դիմաց փանչարեղենի պես բամը չնեմ չշարժիմ դեղեմ գիտես այո ադի գսկաս որ մեկ 2 ժամ 3 ժամ at նստիլը բավական բան բարբեց նույնիսկ եթե չես հասած հոնուր որ տուն հոգեբանի հոգեբուժի պետք ունես ամենքս պետք ունի ես կավադամ ադոր մասնակցի բայց դեմ ասոնք բզդիկ բաներ որոնք կօգնեն ճիշտ է որ իմ անգերություններու մեջ mental health day գուտան եւ ադիգա ընդունված երևույթ է Ուրիշ շատ ընդունված երևույթ է եւ կառավարություններ կա օրինակ Դուբայի պես նույնիսկ ես ուրախ եմ օրինակ հոս Հայաստանի մեջ նույնիսկ կան ընկերություններ որ օրինակ Happy Friday գսեն, այսինքն ուրբաթ օրերը գես օր աշխատիս, ամսվան մեջ մեկ ուրբաթ կրնաս բացակայիլ եւ մեկ ուրբաթ կրնաս գես օր աշխատիլ, մեկ ուրբաթ կրնաս տունքու ազատ սկեստով տկալ, այսինքն կարևորություն կտան որ աս օրին հասկանալով որ երբ որ Բաշտոնյան at իր հանգստությունը ունի, որքան ավելի արդյունաբեր գլագոր արդյունքները։ Այսօր նույնիսկ Դուբայի մեջ հիմա խոսակցություն կա, որ weekend-ը օրինակ 3 օր պիտի ըլլա, ուրբաթ շաբաթ կիրակի։
որովհետև սերդողությունները փաստեց, որ երբ որ weekend-ը երկար է, Պաշտոնյան at 4 օրվա մեջ, հիմա գիտեմ Լիբանանի բոլոր ընկերությունները ինձ ըմբիջ չղայնանան առաջինը վանացայինը, որ at 4 օրվա մեջ շատ ավելի արդյունք կուտագոր անցը, քան թե որ երբ որ weekend ունենակ որ բացակայության թիվը բացեցավ, հիվանդներուն թիվը բացեցավ, որովհետև հիվանդ եմ գործի պիտի չկամ, 4 օրը եղավ այնքան աշխատանքային օր, արդյունաբեր օր, որ ընկերությունները ասին, որ եթե ասել ուզումը, ինչու ոչ։ Մեր բարակային գլա երկու շաբթին հանենք գործում, մենք չենք սիրել երկու շաբթի օրերը աշխատի։ Նայ, ադի քիչ մտժվար է, ատկային չեմ գրնար, ասել չկա դեր այդպիսի բանը։ Երկու շաբթին հանեմ, բիդեսենք, որ երեք շաբթին հաջելի չէ գործի կալա, գիտես։ Նույն դրավապանը։ Բայց նայ, հուրի կարևոր բանը սիրինձի ընկերության հետ կաշխատեի, ու նույն այս տեսակի խոսակցություն եղավ, որովհետև երկու շաբթին դժվար օր է, օրինակ ուշ գործի գուքան։ Ուշ կսկսին գործի։ Ուրեմն ընկերության դերը սրվեյ մը հրած է Պաշտոնյաներուն հետ, որ ինչը ցեզի գոքնե որ դուք երկու շաբթին սիրով գործի կաք, մարդիկ ասածեն, եթե մեր գործը սկսի 10-ին։ Լավ, ասավ, եթե 10-ին սկսենք դուք ավելի հանդարտ հանգիստ գործի գուքաք, այո, եւ այդպես ալ եղավ։ Ինչ վնասեց դերը, ոչինչ։ Երկու աշխատանքային ժամ, բայց արդյունքը որ արավ շատ ավելի հատկանշական էր, շատ ավելի շոշափելի էր, քան թե որ մեկը դժկող գուքագոր եւ ամբողջ օրը դժկող կմնագոր։ Այ շվեդի մեջ նոր այսօր դվիլուրը ուրեմն գարավարությունը բժիշկներուն հանձնարարած թուղթը օրինականացուց այսինքն դու գրնաս բժիշկի երթալ դեսար լուրը բժիշկի երթաս բժիշկը քեզի կհանձնարարի you need vacation Արցագուրտային օրեր ինչպես քեզի կհանձնարարի ինչ գիտեմ գլխուցավի համար պանադոլը առնել արյան քերջնշում ունիս ասինչ տեղը բիդարնես նույն թուղթին վրա այն ինչ որ բժիշկները գոկտակորձեն իբրև տեղի հանձնարարակիր նույնի վրա գրե you need vacation երտաս վարբեդի ցույց կուդաս եւ գսե որ քեզի կնա արցագուրտա նպատակը դեռ նույնը չէ նպատակը mental health-ի այսինքն Անշուշտ ուրի հոս ասի փաստե որ մենք միան թուղթը գտանենք եթե ցերկ ոդկ գոդրածենք եթե չեմ գիտեր ERM բայց ինչու հոն հասնենք ինչու համար ասիգա կարևորություն պիտի չդո հիմա գիտեմ գարկու մարդոց համար գրնալ ասիգա ծիծաղելի է եւ այսպես հեքնանքով ասեմ որ հիմա այսինքն եթե ես արցակուրտի պետք ունիմ ուրեմն բժիշկ ինձ թուղթ պիտի դա այո եթե ես իմ մտքովս առողջ չեմ այլևս սև բաներ կմտածեմ դխուր եմ ադիկա գաստեգոր իմ գետրոնացումից վրա գաստեգոր իմ հարաբերություններուս վրա եթե ապ մեկ օրը ինձ պիտի ինչու ոչ այ Շատ լավ, վերադառնանք այսպես հանձնարարություններու, ցուցմունքներու, ինչ կրնանք կնել մեր մտքի առողջությունը պահպանելու համար։ Գիտեմ որ շատ են հետերը, բայց հիմնականները հիշենք, ինչ կրնանք կնել այսօր մենք մեր մտային առողջությունը պահպանելու համար եւ մենք իբրև հասուն մարդիկ ենք, իսկ ծնողները ինչ կրնան անել, եթե կրնանք adոնց մասին անդրադառնալ, որ իրենց ավակները այո, դաստիարակություն, գրթություն պետք է, չի նշանակի որ պետք է շփացնեն, որպես իրենց մտային առողջությունը պահպանեն, բայց միևնույն ժամանակ գա բամը որ կրնան իրենք ալ գադարել եւ այդ մանուկը մեծնա ըլլա առողջ երիտասարդ, մտքով առողջ երիտասարդ Այո Գիտես որի գժբդամ որ որովհետև հիմա բահմը հիշեցի որ օրինակ մեր ծնողները կամ ասենք թե իմ դարիքից մարդիկ ընդհանրապես եթե ամեն օր իրենց ջնշումը գստուքեն չէ մեր ջնշումը գստուքեն քանի է ջնշումը չէ ես օրմը հարցած եմ Կովիդը գիտես ջնշումը պետք է ստուկե կամ կովիդի ադեն միշտ դակության գնային օքսիգենին գնային ես հաճախ գարցնեմ գսեմ որ լավ օրական ջնշումը կստուկես կոր շաքարից գնայես կոր օրական թուն քեզի գարցնես եթե միտքդ օքեյ է ուրախ ես հանգիստ ես ամեն ինչ լավ է քեզի հետ ստուկելը թուն քեզի հետ շատ կարևոր է մեզ մե յուրաքանչյուրը հուրի դարբեր ծևերով գրնա հանգստությունը գտնել երբ որ մտքի առողջության մասին գխոսենք դարբեր ծևերը կան Ամը մեկը բամը գնախնդրե, պայման չէ բոլորը մեկնենք, պայման չէ ոչ մեկը ընենք, օրինակ, կա մարդիկ կսիրեն իրենց անցին հետը օրական այսպես 10 վարյան, 10 ռոբե բիդսեի, որովհետև հոսքը վարշվիմ որ ռոբե էսելու, որովհետև 10 վարյանը իրենց ռոբեն է էսեք թե Հայաստանի մեջ, այո, ուրեմն 10 վարյանը երբ մենք
գդրամատրեմ ես ինձի կարևորություն կտամ, երբ գնստիմ, հասկանամ օրս ինչպես էր, ինչը ինձի խանգարեց, հաջորդին ինչ պետք է ընեմ, երբ որ ասոր արժեք կտամ, ինքնաբերաբար մտքիս հետ գաբի մեջ եմ, խոսակցության մեջ եմ, օրինակ ինձի համար ադիկա շատ կօգնի, երբ որ ես իմ սիրած երաժշտությունս կտնեմ, երբ ասենք թե մոմս կվարեմ, որ ինձ համար այսպես սատ հոդը գոքնե, երբ որ աչքերս կփակեմ, կհանդարտիմ, կնստիմ, կգրեմ, ասի ցև մնե։ Կարգ մարդիկ ինչպես որ գիտենք, իրենց համար շատ կարևոր է երթան, քալեն, մարդոց տեսնեն, կամ փնության Աշաշ մեջ քշեն, քալեն, երկար ճամփա քշեն։ Աշաշ կշեն երաժշտություն մտի գնեն, ասում բարս բաներ են, բայց մենք պետք է գիտակցությամբ ընենք ասում։ Գարկը մարդոց համար օրինակ հարաբերությունները շատ կարևոր է։ Իրենց բարեկամներուն հետ խոսիլը, կամ ասենք թե եթե մեկը իր մորմեն հերու գաբրի մորը հետ հերախոսով խոսիլը, հարցնելը, բաթմելը, որ ինչ պատահեցավ իրեն հետ, կամ եթե բարեկամուհիներ ունինք։ Գարկը մարդոց համար շատ կարևոր է օրինակ քրելը, գարկը մարդոց համար գարտալը, գարկը մարդոց համար վազելը, այսինքն Ցևերը միջոցները շատ են եւ այնքան բարձ միջոցներ են, որ մեզ մե ավելորդ ոչ մեկ աշխատանք կամ ջիկ ուզե։ Բարձ բաներ են, որ բայց մենք օրական պետք է ընենք ուրի, ասե կարևորը, մեր առօրյայի մեջ պետք է մտնի ասիգա եւ ոչ թե միան երբ ես անանկիստ եմ ինքնաշարժ առնեմ եւ երթամ, բայց եթե ես օրական աշխատանք կդանիմ, արդեն ինքնաբերաբար իմ մտքիս պետք եղած առողջությունը գտամ, որ գիտես ասի ինչին կնմանի Ես գսեմ, որ մենք մեր ուղեղը, միտքը չէ, մեր ուղեղը օքսիժենի պետք ունի։ Իր միակ սնունդն է։ Մենք բայց բնավ չենք մտածել ինչպես շունչ կառնենք, չէ։ Մեկը մեզ մեջ ինստի չսե, ես հիմա շունչ կառնեմ գոր, ինչպես կշնչեմ գոր, չեն գներ։ Մենք մեր առօրյայի մեջը օտոպայլոտ կշնչենք։ Եթե մենք օրական մենք մեր ուղեղին սիրենք Եվ ինչպես որ ուդելիքը գուտենք անոցի ենք, որովհետև եթե մենք մեր ուղեղին պետք եղած քանակ օքսիգենը տանք, մեր ուղեղը գլա շատ ավելի հանդարտ, այսինքն հոնգե սկսենք։ Երբ որ ես միշտ խորունկ շունչ կառնեմ, օրական 10-ին 20 անգամ խորունկ շունչ, շունչը բահեմ, շունչը դուրս տամ, ասիկա երբ որ ես իմ առօրյա սովորությունս գլա, գաղթ մարդոց համար հիմա ես պիտի նստիմ, շունչ պիտի առնեմ, այո, եթե գուզես քու ուղեղդ մնա առողջ Սա սնունդը դուր խեղջիս, սնունդը օքսիգենին շնչառությունն է, այսինքն հոնգեգը սկսիմ արդեն ես իմ մտքի առողջությանս կարևորություն տալու։ Կգրկնեմ, որ միջոցները բարձ են, կարևորը մենք համոզվենք եւ մեր առօրյային մեջ ասոնք սովորության վերածվին, իսկ ալով ծնողներուն, որ հարցուցիր հուրի, Մենք որպես ծնող, մենք մեր զավակներուն պետք է կաչալերենք, որ իրենց մտքի առողջության կարևորություն տան։ Եթե դխուր են խոսին, եթե դխուր են եւ գուլան որ չսենք իրենց որ քաչ պետք է ըլլաս, պետք է բայկարիս, այո, քաչ պետք է ըլլա, պետք է բայկարի, բայց հիմա ինքը այդ վիճակին մեջ չէ։ Իրեն պետք է մտի գնեմ, իրեն պետք է հասկանամ, օգնեմ, եթե չեմ գրնար օգնել, ուղեմ իրեն որ մասնակետի երթա եւ այդ անձը իրեն օգնե։ Գրնալալ գիտեմ հիմա գարկու մարդոց համար նյութականը ասենք թե գրնալալ բաժար է, բայց ես կհավատամ որ մենք որպես մենք ասենք որպես հայ լիբանանցի ունենք հաստատություններ որ բոլոր միջոցները կան որ օգտակար գրնան դառնալ բոլորին Այսինքն որպես ծնող կարևորություն տանք ասոր զավակը միան ինչ հակվեցավ, ինչ գերավ, ուր բդույդի քնած, ասիկա չէ, մտքինա կարևորություն տանք եւ արժեք տանք եւ մտի գնենք իրենց Ամենակարևորը Մտային առողջությունը որքան գաբի մասին որ մարմին միտք մարմին հոգի երեքը միասին կապված են իրարու երբեմն հոգեգան խնդիրները որոնք ինչ գիտնամ սկիզոֆրենին գրնալալ մեկ հիվանդություններ են մեկն է կամ ծանրակույն բաներուն գերտամ կամ մարդիկ որոնք ուշադրության ծարավը ունին մարդիկ որոնք հալածախտե գդարաբին ասոնք հիվանդություններ են հոգեգան հիվանդություններ են ես բիթարցնեի քեզ որ Գրնա ըլլալ որ մեկը այսինքն մտքի առողջությունը այնքան դերմը ծանրանա որ հասնի հոնուր որ այլևս հասնի հոգեգանին չես կարծի որ իրարու կապված են իրարու այս Անշուշտ բնական է չէ միտք հոգի մարմին ասող բոլորը եղածներ են անգահանի որ մարդիկ գրնալ երբեմն կան հիվանդությունը որոնք իրենց մեջ կլա բամ մադիգա գարտընծն է չէ անոնց մե դուրս սկսեմ այ Այո, բնական է հուրի, բնական է, երբ որ իմ միտքը սկսեմ, մտածելակերպս գաստե իմ սկացումներուս վրա, սկացումներս գարաչնորդ է իմ վարվելակերպս, ասե, ինք այսպես է միտք, սկացում,
Եվ վարվելագետ, բնականաբար երբ որ իմ միտքս առողջ չէ, ասենք թե վատ բաներ կմտածեմ, դխուր բաներ կմտածեմ, սխալ բաներ կմտածեմ, ինքնաբերաբար իմ մսկացումներս դարբեր պիտի ելա եւ ես դարբեր ցեվով պիտի սկսեմ վարվելու։ Այսինքն իրենք բոլորը այսպես շրջանակ մնե եւ այդ շրջանակին մեջ գտարնան, բայց բարանին ծայրը միտքս է։ Երբ որ սկսեմ դարբեր ցևով մտածելու, դարբեր ակնոց տնելու, դարբեր մոդեցում ունենալու, ինքնաբերաբար դարբեր սկացում պիտի ունենամ, դարբեր վարվելագետ պիտի ունենամ։ Ասիկա ես neuroscience կխոսեմ որ իմ մասնակցությունս է, որ միտք սկացում վարվելագերբ է։ Ուրեմն միտքը փանալին է։ Հարցը որ երբեմն մեկը այնքան որ անդեսած կլա իր մտքի առողջությունը եւ իր շրջապատը չոքներ իրեն, այդ բարանին ծայրը չենք կրնար բռնել եւ մենք չենք կրնար իրեն ասել որ ասպես մտածե, որովհետեւ արդեն ինքը վերջ հոն չէ այլևս, հոն է որ չսեմ որ ուշ է, բայց հոն է որ այլևս մենք որպես բարեկամներ չենք կրնար օգնել եւ գսենք որ չէ պետք է թուն մասնակետի երտաս, բայց բնականաբար եթե մենք մեզի այսպես անդեսենք ինքնաբերաբար մեր հոգեգան վիճակը պիտի խանգարվի ուրի ուրախ պիտի չլանք, միշտ դխուր պիտի ըլլանք, որքանալ իրարու փորձենք դրամատրությունը փոխել ժամանակավոր գլա, at մի քանի ասենք թե 1 ժամը ես եւ դու դեսնվեցանք, բայց եթե ես արդեն հանգիստ չեմ, դու կացիր, ես պիտի վերադառնամ իմ անհանգստությանս, որովհետեւ ես ներսեն ուրախ չեմ, հանգիստ չեմ։ Իսկ եթե անցմը միտքով առողջ է, հավատա, նույնիսկ եթե դժվար պայմաններ է գանցնի, չի նշանակեր որ ուրախ է գբարեգոր, բայց գիտե ինչպես գարավարե եւ ինչպես հաղթահարե, որովհետեւ իր մտքին դված է արժեք, մտքի առողջությունը հասկացած է ինչ է եւ օրական գմտած է ադոր մասին, ադոր համար շատ ավելի թյուրին է իրեն հաղթահարե կյանքի դժվարությունները։ Գիտես, երբ որ մեկում միտքը առողջ է կանի աս օրինակը դվիր, հաճախ կսկաս նաև որ մարդիկ առողջ միտք ունին, առողջ մտածելակերպ ունին, երբ որ հասկանաս որ դիմացինը ինքնալ օրինակի համար մենք հաճախ կսենք ինչ ուրախ է, ինչ հանգիստ է, չենք գիտեր ամեն մարդ ինչ դժվարություններ ունի, կամ ամեն մարդու դան մեջ ինչեր կա, եւ կսկաս դիմացին երբ որ հետդ կվարվի ազնվությամբ, երբ որ գխոսի հետդ այնպիսի ցևով որ հարկանք կա նաև իր մտածում, նաև իր մտածումներում մեջ քուրքուրանք կա, կնշանակի որ ինք մտքով այսպես առողջ մեկն է որ հագարակ իր ունեցած բոլոր դժվարություններուն նորեն մտի կնելու, քեզի հասկանալու ջիկ կթափե։ Այլապես դիմացինը պիտի ուղղակի ավելիով բարգանա եւ այդ նաև ողի սկացումը դիմացի երբեմն մարդոց թեմքեն գելն է։ Գսես որ ինչ վատ առողջ պետք է լա մարդուն ուղղել այդպես վարվի դիմացինն է։ Եվ գիտես ուրի որքան անցը ինքզինքին հետ հանգիստ է եւ խաղաղ է, խաղաղություն ունի ներքին, այնքան շատ ավելի լավ հարաբերության մեջ է մարդոց հետ, որովհետեւ իրականության մեջ եթե խոսենք ասկեց առաջ խոսած ենք ես եւ դու ինչպես անցը ինքզինքը պետք է ղեկավարե եւ որքան պետք է գիտակցություն ունենա, մտքի առողջությունը աս երկու նյութերը իրար կգաբե, այսինքն եթե գամուրջ մնացենք Ես եթե ինքզինքս լավ կգարավարեմ եւ այդ պետք եղած գիտակցությունը ունիմ, բայց մտքի առողջության պետք ունիմ, որ ասում իրարու հետ գամուրջի նման կապված լինեն։ Այսինքն իրար կամփող չացնեն ինքնագիտակցությունը եւ ինքնաղեկավարությունը պետք ունի մտքի առողջության։ Սկացական խելացությունը ասոնց մեջ emotional intelligence-ը ուրգուկա ասոնց մեջ։ Դες ուրի emotional intelligence-ը նորեն խոսած ենք մենք ասնյութին մասին, հիմնական բանն է, որ ես հասկանամ, որ ինչ դեղի կունենա, ես ինչին մեջ ասենք թե դգարություն ունիմ, արդյոք իմ հարցս հարաբերությունների մեջ է, իմ հարցս ինքնագիտակցության մեջ է, իմ հարցս չեմ գիտեր մարդոց հետ ինչպես պիտի ըսկամ, չեմ գիտեր իմ զգացումներս կառավարել, այնքան որ ես emotionally intelligent եմ, այնքան ես գիտեմ, կհասկանամ, այսինքն իրականության մեջ ինքնաճանաչումն է, չէ՞։ Եթե ես իրական, իսկական ինքզինքս լավ կճանչնամ, գիտեմ ուր են իմ ուժեղ դեղերս, ուր են այդ գետերը, որ ես պետք է ավելորդ աշխատիմ ադոնց վրա, արդեն հավատա որ աս բոլոր հարցերում չենք հանդիպիր։ Գիտես ուրի ասկեց առաջ ինձի ունգընթիրը հարցուց, երբ ինձի ամեն 5 շաբթի առավոտում կհարցնես ինչպես ես հասմիկ, ես ընդհանրապես կպատասխանեմ, որ ես միշտ լավ եմ։ Ինձի սա որ հասմիկ հարցում ունիմ, իրական, իսկական այդպես ես կամ այդպես գսես Սի որ նայիր, ես ամեն արդու գարտնամ, բահմը գնայեմ, որ ցերկս ոտքս կշարժեմ գոր, գիսեմ ուրեմն ես գյանքը ինձի այսօր նվեր է, ես գյանքին հանդեպ բարդականություն ունիմ, որն է իմ պատասխանատվությունս, լավակույնը պիտի դամ գյանքին, սի ասե իմ
օրս այսպես կսկսիմ։ Սո սուտ չեմ խապեր որ ես միշտ լավ եմ, որովհետև ցերկս ոտքս կշարժեմ գոր առողջ եմ, սելեթե որ կյանքին հանդեպ բարդականություն ունիմ։ Ուրեմն ասի իմ մտքիս առողջության գրնամսել նշանները մեկն է։ Որ ես կարևորություն կուտամ, որ ես ոտքի եմ, առողջ եմ, արթուն եմ, գշարժեմ, որ եւ քեզի հետ 5 շաբթի օրերը այսպես հաջելի հարցազրույցներ դեպի ունենալ։ Նույնն է կարծեմ դպավորությունում մարդիկ երբ որ քեզի կարծեն միշտ պարկաստո բարը գործածես քեզի կարծեն ինչին պարկա դերևս գնեղանան երբեմն բադած է մարդիկ դիմացած ինչին պարկաստո գործածեմ պարկաստո աստված նոր կյանք նոր օր տվավ ինձի առողջ եմ ոտքի եմ պարկաստո չէ ամեն ինչին պարկաստո շուշտ միշտ լավ հասիկ պիտի փակենք մեր ժամանակ սպարեցավ շատ շնորհակալ եմ պիտի այսպես good mental health գիտես որ չեմ գիտի եթե սիտկամներեն Fraser դիտած ես ոչ Fraser չես դիտած մեջը ամեն անգամ որ իր ռադիո շոուն կփակե ինքը ուրեմն ռադիո հայդակիր ունի ուր մարդիկ կհեռացանեն եւ իրենց հարցերում մասին խոսի ինքը հոգեբան է ուրեմն վերջին կգսե good mental health այդպես գարժի այսօր գարձեմ այդպես փակենք եւ մաղթենք այո առողջություն եւ մարդիկ ունենան այդ գիտակցությունը օգտագործեն աստծո դվածը եւ լան կարելի եղած չափով առողջ ու այդ առողջ միջավայրի մեջ նաեւ բահեն իրենց ընտանիքն ու հարազատները այո որովհետեւ փոխանցի գեուրի փոխանցի գեջի այո վարագիչ է վարագիչ okay contagious pizzeria դուգայցի okay վարագիչ եղավ իրապես վարագիչ է երբ որ աս էներգիով աս ուժով աս առողջ միտք ունենանք մեր շրջապատի մեջ ինքնաբերաբար այդ անձը գրնա փոփոխություններ ցերկ բերել բայց կարևորը կարևորություն տանք շատ լավ շնորհակալություն եւ ցտեսություն Մերսի հուրի ցտեսություն bye Հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ մեր զրուցակիցներ լայվ կոչ Հասմիկ Դանիելը